Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսահալիկ բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ, ուրախ եմ ձեզ ողջունելու իմ ալիքում, եթե հավանեք այսօրվա վլոգը կարող եք միանալ ալիքին ու դառնալ մեր YouTube-յան ընտանիքի անդամ, չնայած այսօր կարծում եմ ոչ այնքան վլոգ կլինի, որքան համերգային մեծ հոլովակ, որովհետեւ գնում եմ տղայիս արվեստի դպրոցի, որտեղ ինքը հաճախում է տարեկան ամփոփիչ հաշվետու համերգին։ Չգիտեմ մնացած արվեստի դպրոցներում ինչպես է, բայց մեր դպրոցում համերգային ծրագրեր տարվա ընթացքում շատ հաճախ են կազմակերպվում։ Տարվա վերջում նաև բոլորը քննություն են հանձնում եւ ընդհանուր տարբեր բաժինները միասին տալիս են շատ մեծ հաշվետու համերգ։ Անցյալ տարվա հաշվետու համերգին ես չեմ եղել ներկա, ամուսինս էր գնացել, այս տարի ինձ համոզեց, որ ես գնամ, ես տարվա ընթացքում տարբեր համերգների եղել եմ, որտեղ հենց միայն Էմինենց վոկալի խումբն է համերգ տվել, շատ փոքրիկ համերգային ծրագրեր ա եղել, պարբերաբար նաև ներառել եմ դրանք իմ վլոգների մեջ, բայց այսօր լինելու է ամբողջ դպրոցի մեծ տարեկան հաշվետու համերգը ու ամուսինս առաջարկեց, որ այս անգամ ես գնամ։ Անցած տարի չեմ եղել ու դե քանի որ Սոսեն էլ այս տարի պուճուրի կա, ասում էի կարող է այս տարի էլի ես չգնամ, դու գնաս, ասեց չէ, ուզում եմ անպայման դու գնաս, գնա ու հիացած դուրս ես գալու։ Ասում մի թեթև խոնավեցնողն եմ նստացնում ընդամենը, տոնային չեմ ուզում օգտագործել։ Մի խոսքով ինչ էի ասում, ամուսինս այս տարի առաջարկեց, որ ես գնամ, ասեց գնամ, հիացած դուրս ես գալու։ Ուզում եմ անպայման գնաս եւ այդ համերգը դու էլ նայես։ Եվ ասացի ինչու ոչ։ Եթե առաջարկում է եւ առաջարկում է իր օգնությունը Սոսեին պահելու, կարող եմ ես գնալ այս տարի։ Այ դեպ չասացի, որ Էմինը այդ համերգին ներկայանալու է խորով, իրենց խորն է ելույթ ունենալու, կարծեմ 2 թե 3 երգ են երգելու։ Շատ ոգևորված եմ, դեռ ոչ մի անգամ Էմինին չեմ տեսել խորում ոնց է ելույթ ունենում։ Այսօր առաջին անգամ նաև կտեսնեմ իրեն այդ դերում։ Պատրաստվում եմ շատ ոգևորված տանից դուրս գամ։ Ձեզ էլ տանում եմ ինձ հետ, հատկապես այն մարդիկ, ովքեր երկրից դուրս են գտնվում եւ կարոտ են մեր ազգային մշակույթին, ինձ թվում է հաջորդող րոպեները պետքա վայելեք ուղակի։ Գնայեք մինչև վերջ, վերջում կհայտնեք ձեր կարծիքը, կկարդամ բոլոր մեկնաբանությունները, անպայման կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում։ Ես էլ դե չգիտեմ այնտեղ մեզ ինչ է սպասվում, ասում եմ հետաքրքիր է լինելու, եկեք գնանք համերգին։
1971 թվականին 1981-ին վերափոխվել եւ դարձել է արվեստի դպրոց, իսկ 2001 թվականին անվանակոչվել է մեծ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի անունով։ Դպրոցն առանձնահատուկ է նրանով, որ 55 տարիների ընթացքում պաշտոնավարել է ընդամենը 2 տնօրեն։ Հիմնադրումից ի վեր 35 տարի տնօրել է Սիգիզմունդ Կոմիտասի Ներսիսյանը, իսկ արդեն հաջորդ 20 եւ համոզված եմ դեռ երկար տարիներ մեր շատ սիրելի Սուսաննա Սուքիասյանը։
2.5 ժամ ես վայելել եմ այսօրվա համերգը, լրիվ հոգևոր սնունդ էր, վայ նենց լիցքավորված եմ դուրս եկել, չեմ կարող բառերով նկարագրել, մշակութային բում էր լրիվ, այսօրվա համերգը շատ լավն էր, ոչ մի անգամ չեմ մասնակցել սենց ընդհանուր համադպրոցական ամփոփիչ համերգի, Միշտ նենց է ստացվել, որ ես մնացել եմ երեխեքի մոտ, Ռաֆնա մասնակցել, այսօր ասեց անպայման գնա չես փոշմանի, ասեցի չէ կմնամ ես երեխեքի մոտ դու գնա, ասեց չէ պիտի գնաս դու այդ համերգի ես սոսեին կնայեմ գնա, հիացած դուրս ես գալու ու իսկապես տենց էլ եղավ, ես դեռ չէի տեսել թե Էմինը խորում ոնց է երգում, վայ շատ վերջներ, շատ Առհասարակ կարծում եմ, որ առանց այն էլ այս պահին երկրի ոչ այնքան լավ պայմաններում, օրհասական, շատ կարևոր է, որ ամեն մեկս մեր հերթին այդ հայրենասիրությունը, մշակույթը, արվեստը սերմանենք մեր երեխաներին, թեկուզ իրենց նման ինչ-որ դպրոցներ տանելով, խմբակների գրանցելով, ազգային, մշակութային, եթե մեր երեխաները բոլորը մի քիչ լինեն այդ արվեստի մշակույթի մեջ, ընդհանուր հասարակությունը ահագին աճ կգրանցի զարգացվածության առումով, որովհետև վերջին տարիներին մի տեսակ շատ բռի ենք դարձել, շատ չար ենք դարձել, չգիտեմ, նախանձ ենք դարձել իրար նկատմամբ, հայհոյող ենք դարձել, չգիտեմ, ազգի մեջ բացասական գծերը մի տեսակ շատացել են, իսկ արվեստը մշակույթը ինքան շատ է կոտրում այդ ամեն ինչը, գուցե դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, չեմ կարող սենց ընդհանուր հայտարարություն անել, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով այդպես է, Ես շատ ուրախ եմ, որ Էմինը հաճախում է արվեստի դպրոց ու այսօրվա համերգի սենց մոտս մի հատ մեծ ցանկություն առաջացավ Ադանին էլ տանելու, գնում եմ տուն մի հատ խորհրդակցեմ, տեսնեմ եթե Ադանն էլ ցանկություն հայտնի, մեծ սիրով Ադանին էլ կտանենք դպրոց։